Այսօր հայոց բանակի հաղթական տոնն է, օրվա խորհրդի հետ կապված ինչ կասեք, ինչ ունեք ասել։ Ես ուզում եմ նախ շնորհավորել մեր ժողովրդին, մեր բանակի 30 տարվա կրած հաղթանակների կապակցությամբ եւ վերահաստատել, որ հայոց բանակը իր կազմավորման օրից եղել է մեր ժողովրդի եւ մեր պետության գլխավոր երաշխավորը եւ շնորհիվ այն հերոսների, այն տղաների, ովքեր այստեղ պարկած են, մեր պետությունը այսօր գոյություն ունի, մեր ժողովուրդը համենայն դեպս գոնե մինչև վերջին մի քանի տարիները ապահով երաշխավորված խաղաղություն է ունեցել եւ մեր պետականությունը, միասնական պետականությունը, Հայաստանի եւ Արցախի միացյալ պետությունը եղել է կայուն, խաղաղ, բարգավաճ, ցավոք վերջին տարիներին արժեզրկվեց մեր բանակի դերակատարությունը, ցավում եմ շատ եւ Արժեզրկման վերջին քայլն էլ մեր իշխանության այս վերջին որոշումն էր, մեկ օր առաջ, այսպես օդից բռնած հոլոկոստի օրը, որը ոչ մի կապ չունի, դա մեր ցեղասպանության օրը մենք ունենք, ապրիլի 24-ն է մեր ժողովուրդը ունի եւ հрьяաները այսօր չեն ճանաչել մեր ցեղասպանությունը, ինչի պիտի մենք այսօր հрьяաների ցեղասպանության օրը, որ աշխարհում ընդունված է, դարձնենք մեր բանակի ինչ որ տոնի ինչ որ մաս էլեմենտ տար կամ ինչ-որ մի բան։ Մենք այո ամեն օր սգում ենք մեր կորուստների համար, որ դրանք անչափելի կորուստներ են, անվերականգնելի կորուստներ են, բայց մենք ունենք այդ օրերը, որ օրերը մենք մեր զինվորների համար, հատկապես անմեղ զոհերի համար սգում ենք, դա մեր պատերազմի օրն է սեպտեմբերի 27-ը, որը ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մենք տվեցինք բավական անմեղ զոհեր, այդպես հանկարծակի եւ անպատրաստ այսպես առաջիգնագծում կանգնած զինվորների եւ մենք ունենք օրեր սեպտեմբերի 13 դարձյալ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված 22 թվականի, այսինքն մենք շատ օրեր ունենք սգալու մեր զինվորների հիշատակը, բայց այսօր հայոց հաղթական բանակի, անպարտելի բանակի օրն է եւ այդ օրը մենք պետք է որպես տոն եւ առաջին հերթին զինվորների տոն, առաջին հերթին բանակի տոն, հենց այստեղ այսպես մեր հայրենի հողի գրկում գտնվող մեր հերոսների կյանքի գնով ձեռք բերված ուրեմն հաղթանակների տոնն է այսօր։ Ծնողների կողմից քննադատման առարկա դարձավ 27-ը որպես հիշատակի օր ընդունելու այս գաղափարը, նրանք ասում էին, որ կարող էին սեպտեմբերի 27-ը ընտրել այդ օր որպեսի նշան 44-օրյա պատերազմի։ Այո, շատ ճիշտ են, ծնողները բնականաբար իրենք ընկալում են մեխանիկորեն եւ շատ ճիշտ են ընկալում առաջին հենց այդ օրը ընտրել։ Ինչու այդ օրը ասեմ, այսօրվա իշխանությունները ուզում են մեկ ձևով, այս իշխանությունները 90-ականների սկզբին էր իմիջիայլոց այդպես, շատերը փորձում էին այն ժամանակվա իշխանությունները փորձում էին մի արժեքով նսեմացնել մյուս արժեքը։ Իրենք փորձում են այս 27-ի օրը իբրև սքո օր, հիշատակի օր մտցնելով արժեզրկեն 28-ի հաղթական բանակի տոնի օրը։ Հասկանում եք, մի արժեքով մյուսը նսեմացնեն։ Եվ ամենապարզ մեխանիկական այսպես միտքը որ գալիս է, Նիկոլ Փաշինյանը երես չունի եւ համարձակություն չունի ժողովրդի հետ նշելու այս օրը եռաբլուրում, ինքը ստիպված իր համար մի հատ օր ստեղծեց, որ ինքը թակուն մենակ գա ու խանգարող չլինի, ես չգիտեմ, մեղքերի թողության է գալիս, ինչի ակցիա սպապղծելու է գալիս, ամենայն դեպս գա ու գնա հանգիստ, խնդրեմ չունենա։ Ու Ադրբեջանի իր այսպես ասենք պապաներին էլ, իր վերադասին էլ, ասի որ տեսեք ես ձեր հրահանգները այսպես կատարում եմ եւ ինչ որ պետքն է, ինչ խոսք եմ տվել անում եմ։ Երեք առավոտյան տեսանք, որ իշխանական վերնախավը վարչապետի ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ եկավ եռաբլուր եւ հատկանշական էր այն, որ նրանք չմոտեցան զինվորների գերեզմաններին, անգամ Արցախի կանչով շակոթողին չմոտեցան, միայն ծաղիկներ խոնարեցին եւ հեռաց
հասան ու այդ ժամանակ անգամ լրագրողներին թույլ չտվեցին բարձրանալ եռաբլուր։ Տպավորություն էր, որ նրանք եկել էին իրենց պարտքը կատարելու ու հեռանալու։ Այդ վարքագիծը ինչի մասն է խոսում։ Հա, իրենց պարտքը ում հանդեպ կատարելու, սիրելիս, իրենց պարտքը կատարելու, ասում եմ, Էրդողանի, Ալիևի եւ արևմտյան, այսպես խավորների արչեւ, որովհետեւ նրանց են պարտք, նրանց են խոստումներ տվել, նրանց հանդեպ իրենց պարտքը։ Նրանք մեր ժողովրդի արչեւ ոչ պարտք ունեն, ոչ պարտականություն ունեն եւ շատ բնական էր, որ այդպես լինի։ Իսկ Արցախը իրենց համար ուղղակի տաբու է։ Այն 37 թվին, որ արգելվում է ինչ-որ ազգային հարց բարձրաձայնել է, հիմա Արցախը արդեն ազգային հարցերի այսպես խորհրդանիշն է։ Արցախի անունը իրենք ինչպես սատանան խաչից է վախենում, այնպես իրենք վախենում են Արցախի անունից լսելուց։ Դրա համար էլ իրենք այդպես են վարվում եւ դա, ասում եմ, մեկ անգամ եւս հաստատում է իրենց վարքագիծը շատ բնական, շատ տրամաբանական է ու պետք է չի որ բացատրություն տան, որ հասկանանք։ Դուք ինքներդ ասացիք, որ ծնողները այդպես են ընկալել, դա շատ բնական է, որ մարդկայնորեն բնականաբար պետք է հենց առաջին ընկալումը դա լիներ ու դա շատ ճիշտ է։ Հասկացա, շնորհակալ եմ շատ։ Անեց։